Չէի կարողանում հավատալ, երբ առաջին անգամ կարդացի դա։ Բրիտանացի падգամավորն իսկապես բարձրաձայնել է Հայաստանի իրավիճակի մասին։ Հոդվածի վերնագիրը ոչ այլոք քան Դենի Քրուգերն է գրել, ով իրականում բարեփոխումների падգամավոր է։ Նա անցել է Թորիներից։ Հայաստանի վարչապետի դեմ ճնշումներ են գործադրվում։ Քրիստոնյաների համար պատերազմ է ընթանում։ Հայաստանը աշխարհի ամենահին քրիստոնյա երկիրն է, բայց այս եկեղեցու առաջնորդներն ու աջակիցները բանտարկվում են։ Այո, դա իսկապես տեղի է ունենում։ Այժմ սա ոչ թե սուտ է, ոչ թե հորինվածք է, ոչ էլ ինչ-որ մեկի կողմից սարքած բան է։ Գիտեք, ասում են, սա ռուսական քարոզչություն չէ։ Այսպիսով իրավիճակն այսպիսին է։ Եղել է իրավիճակ, եղել է ուժ։ Մոտավորապես 200,000 մարդու տեղահանություն է եղել, իրականում թիվը 120,000 է։ Ես տեսել եմ 200,000-ը վերնագրերում, բայց մոտավորապես 120,000 է։ Հայերը տեղահանվել են երկու կողմերի միջև վիճարկվող տարածքից։ Այս դեպքում Հայաստանից, Ասմաջանից Գորմա Ղարաբաղում։ Դա մի բան է, որ նորից։ Ես շատ անգամներ խոսել եմ այդ մասին իմ ուղիղ եթերում, նախկինում առածս YouTube ալիքներում եւ այլուր։ Եվ իհարկե այն փաստը, որ այդքան շատ մարդիկ դա ժխտում են, արդեն ամեն ինչ ասում է։ Դա իսկապես զարմանալի է, թե ինչպես է Հայաստանը դա անում խաղաղության համար Ադրբեջանի հետ, իսկ մենք չենք կարողանում Ուկրաինային ստիպել ստորագրել համաձայնագիր Ռուսաստանի հետ եւ հանձնել տարածքներ խաղաղության համար, չէ։ Ինչպես դա աշխատում է արևմուտքի տղաների մոտ, հատկապես Եվրոպայում եւ Ամերիկայում, որովհետեւ իհարկե հիմա շատ նավթ, գազ եւ այլ ռեսուրսներ են վտանգի տակ։ Ուրախալի է լսել, որ նա հիշատակում է վերջին երկու պարբերությունները։ Հայերի թշնամիները տեսնում են այս պարակտուվը։ Թուրքիան շարունակում է ժխտել հայերի նկատմամբ իր պատմական ցեղասպանությունը, իսկ Ադրբեջանը հրաժարվում է պատասխանատվություն կրել Գոլանի Ղարաբաղում իր գործողությունների համար, որոնք հանգեցրին 120,000 հայ քրիստոնյաների փախուստին իրենց կյանքը փրկելու համար։ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ այս պարակտումը, քանի որ գտնվում է թշնամական պետությունների միջև վտանգավոր վիճակում։ Նրանցից յուրաքանչյուրը հավակնում է այս ամբին։ Համայնքային շքերթ է լինում, երբ Փաշինյանը որոշում է փոխել իր կարծիքը եւ հաշտվում է հայկական եկեղեցու հետ։ Ամբողջ աշխարհում քրիստոնյաները նույնպես պետք է բարձրաձայնեն իրենց ձայնը։ Եվ սա մի բան է, որը դժվար է անել, հատկապես աշխարհի տարբեր անկյուններում ապրող փոքրամասնությունների համար։ Դուք կսպասեիք, որ հատկապես արևմտյան քրիստոնյաները մի փոքր ավելի բարձր կբարձրացնեին իրենց ձայնը, ոչ թե ժամանակի 99%-ը պարզապես թափարեին Twitter-ում։ Եվ գիտեք, կան եկեղեցիներ, որոնք բանտարկված են, եւ որոշներին նույնիսկ մեղադրանք է առաջադրվել։ Ակնհայտորեն փորձում ենք տապալել կառավարությունը, ինչի համար մինչ օրս ոչ ոք որևէ ապացույց չի ներկայացրել։ Եկեղեցու թիրախավորումը իրականում բավականին զազրելի է այն ձևով, ինչպես որ դա արվել է։ Իսկ հենց եկեղեցու ղեկավարությունը փորձում է հավասարակշռված դիրք բռնել եւ չափից դուրս չգնալու, չդատապարտել Փաշինյանին։ Նրանք գիտեն, թե ինչ է կատարվում, գիտեն, թե նա ինչ է փորձում անել։ Այդ պատճառով շատ զգուշ են գործում այստեղ։ Բայց իրականում բավականին ուշագրավ է տեսնել, որ ՄՊԱ-ն այս մասին բացահայտ խոսում է եւ նույնիսկ դա գրում է, նույնիսկ թերթնում։ Ուրախ եմ Դենի Քրուգերի համար եւ հույս ունեմ, որ ավելի շատ մարդիկ կխոսեն այս մասին ու ինչ որ բան կարվի։